Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է ընտրել Սամվել Կարապետյանին։ Մարզամերգային համալիրում օրհներգի կենդանի կատարման մեկնարկել է ուժեղ Հայաստան նորաստեղծ կուսակցության շնորհանդեսը։ Այսօր նաև հայտնի կդառնա այս ուժի 2026 թվականի ընտրություններում վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Շնորհանդեսի ժամանակ հայտարարվել է, որ կուսակցության ստեղծմամբ մեր ձևով շարժումը չի դադարում գոյություն ունենալ, որովհետև բազմաթիվ հասարակական ծրագրեր կան իրականացնելու։ Հարգելի հայրենակիցներ, ամեն անգամ, երբ մեկին մենք հույսով իշխանության ենք բերում, մարդիկ երազում են, որ լավ հույսեր են կապում իրենց երկրի համար, երազում են, որ այդ մարդը կփոխի իրենց կյանքը, բայց թարսի նման ով գալիս է, երկրորդ ժամկետից հետո երրորդն է ուզում։ Մեր ժողովուրդը ու ձեր գերին չի, հասկացանք մեկ անգամ, երկու անգամ, հենց նստում եք այդ աթոռին, ամեն ինչ մոռանում եք։ Գիտեք ինչն է խնդիրը, որ չեն փոխվում աթոռից, ուզում են երրորդ անգամ էլ շանս տանք իրենց։ Սովը, հարգելի հայրենակիցներ, այս մարդիկ սոված են, դրա համար չեն հագենում, երրորդ ժամկետն են ուզում։ Ժամանակն է, որ մեր երկիրը ունենա ուժեղ առաջնորդ, կուշտ առաջնորդ, լուրջ առաջնորդ։ Պետական մարմինների միջոցառումների նորհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ, նման որոշում է ընդունվել այսօր կառավարության նիստի ժամանակ։ Որպեսզի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ մի շարք գերատեսչություններում պետք է լինեն նվագախմբեր, երգչախմբեր, իսկ որոնք չունեն, պետք է ունենան։ Եթե տենց միջոցառումը, որ օրհներգը պետք է հնչի, նշանակում է այդ միջոցառումը որոշակի բյուջե նաև ունի։ Կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել եւ հրավիրել երգչախմբերի, նվագախմբերի։ Ինչ վերաբերում է այլ կառույցներին, ապա պետք է միացվի այն ձայնագրությունը, որը սահմանված է պետական ստանդարտով եւ տեղադրված պաշտոնական կայքերում։ Դրանցից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը արգելվում է։ Փաշինյանի խոսքով նրանք, ովքեր չեն օգտվի օրհներգի ճիշտ տարբերակից, կենթարկվեն պատասխանատվության։ Մեկ ամսով կալանավորվել է Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը Գոռ Համբարձումյանը։ Երեք քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաքննության ընթացքում Գոռ Համբարձումյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի շարք հոդվածներով, մասնավորապես անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշներ, կնիքներ կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման հոդվածներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է, որ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները պետք է շարունակվեն։ Ըստ ԱՄՆ նախագահի, եթե Իրանի հետ գործարքը հնարավոր լինի, ինքն Իսրայելի վարչապետին կհասկացնի, որ դա նախընտրելի տարբերակ է։ Իսրայելի վարչապետն ԱՄՆ կատարած այցի ընթացքում պաշտոնապես դարձել է Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդի անդամ։ Այս ամենին զուգահեռ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի եւ ուրանի հարստացման հարցերում։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին անդրադարձել է Օմանում կայացած հանդիպման արդյունքներին։ Ըստ նրա, կողմերն առայժմ միայն ուղերձներ են փոխանակել, իսկ Վաշինգտոնից որևէ կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացվել։ Չնայած երկխոսությունը շարունակելու Թեհրանի դրական տրամադրությանը, բանակցային օրակարգը խստորեն սահմանափակված է միջուկային խնդրով եւ չի ներառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Այս համատեքստում Լարիջանին հատուկ ընդգծել է, որ ուրանի հարստացման լիակատար դադարեցումը քննարկման ենթակա չէ, քանի որ այն կենսական նշանակություն ունի
ունի երկրի էներգետիկ անվտանգության եւ դեղագործական արդյունաբերության համար։ Գործընթացի հաջողության հարցում շահագրգիռ է նաեւ տարածաշրջանային մի շարք դերակատարներ։ Նրանց միջնորդական ջանքերն ուղղված են կողմերի միջև առկա խնդիրները հարթելուն։ Բանակցությունների սկիզբը դրական է համարվում, բայց կողմերը դեռևս հստակ ծրագրեր չունեն։ Այժմ նրանք միայն ճշտում են իրենց դիրքորոշումները եւ հնարավոր զիջումների չափը։ Այս ճանապարհով Իրանը ցանկանում է պահպանել իր ձեռքբերումները եւ միևնույն ժամանակ թեթևացնել պատժամիջոցների ճնշումը։ Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակել են YouTube-ը, WhatsApp-ը, Instagram-ը եւ Facebook-ը։ Այս ծառայությունների տիրույթներն անհետացել են, գործում են միայն VPN-ի միջոցով։ YouTube-ի տվյալներն ու դոմեյնը լիովին անհետացել են սերվերներից։ Սա նշանակում է, որ ոչ միայն խաթարվել է հարթակի աշխատանքը, այլև ամբողջությամբ անջատվել կարգավորող համակարգում։ Օրերս Ռուսաստանի Դաշնությունում հայտարարել էին նաեւ Telegram-ի աշխատանքը սահմանափակելու մասին։ Փետրվարի 10-ին Դաշնության կապի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային լրատվամիջոցների վերահսկողության դաշնային ծառայությունը Ռոսկոմնadzor-ը պաշտոնապես հաստատել է, որ հարթակի աշխատանքը դանդաղեցվել է միտումնավոր։ Կարգավորող մարմինը այս ամենը պայմանավորել է ռուսական օրենսդրության խախտումներով եւ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգների կանխումով։ Հզոր պայթյուններ են տեղի ունեցել Կիևում եւ Դնեպրոպետրովսկում, քաղաքների բազմաթիվ թաղամասերում զրկվել են էլեկտրաէներգիայից։ Ուկրաինայի մայրաքաղաքում ներկայումս տեսանելի են մի քանի խոշոր հրդեհներ, այդ թվում ջերմաէլեկտրակայաններ։ Էլեկտրաէներգիան անջատված է քաղաքի մի քանի թաղամասերում, առաջացել են ջրամատակարարման եւ ջեռուցման խափանումներ։ Օդեսան մասամբ հոսանքազրկվել է ուժեղ հարվածներից հետո։ Բազմաթիվ մարդիկ գիշերում են մետրոներում, փողոցներում, հաշվի առնելով ամեն րոպե ռուսական հարվածների վտանգը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել։ Մեքսիկայում առնվազն 28 մարդ մահացել է 2025 թվականին սկսված կարմրուկի տարածումից, հայտարարել է Մեքսիկայի առողջապահության նախարար Դեյվիդ Կերշենովիչը։ Երկրում մինչ օրս կարմրուկով վարակվածների թիվը 9074 է։ Մեքսիկայում առկա է կարմրուկի դեմ 28 միլիոն պատվաստանյութ։ Ըստ նախագահ Կլաուդի Շեյնաբումի, այդքանը լիովին բավարար է վարակից ազատվելու եւ մահերի թիվը հնարավորինս նվազեցնելու համար։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախապատրաստում է դստերը, որպես իր իրավահաջորդին ներկայացնել հանրությանը։ Ջուեն, որը ենթադրաբար դեռահաս է, 12-ից 14 տարեկան, ավելի հաճախ է հայտնվում տեղական լրատվամիջոցներում տարբեր միջոցառումների, այդ թվում զենքի նախագծերի ստուգումների ժամանակ հորն ուղեկցելիս։ Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալությունը հայտնել է, որ հանրային միջոցառումների ժամանակ Ջուեի ստանձնած դերը ցույց է տալիս, որ նա սկսել է իր ներդրումն ունենալ քաղաքականության մեջ եւ որ նրան վերաբերվում են որպես երկրի փաստացի երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյա։